Թրամփ Զելենսկի այցելությունից հետո ամեն դեպքում իշխանությունը որոշել է Ուկրաինան էլ ձգտում արևմուտք, ձգտում է Ինչ եք զուգահեռներ անցկացնում։ Ինչ եք զուգահեռներ անցկացնում։ Ստորացման գործընթացից, չգիտեմ, սապելու համար, Չէ, ոչ մի կապ չունի։ Հիմա ես սպասում եմ իմ գործընկեր Մատվիենկոյի այցը։ Հունիսի 5-ից 6-ը նախնական մենք համաձայն։ Հունիսի 5-ից 6-ը նախնական համաձայն։ Ինքն էլ միջոց Չէ, իրանց առաջարկած օրերը ես այստեղ չէի, ես Կազախստան պաշտոնական հրավեր ունեմ, ամսի 15-16, սկզբից դա էր առաջարկվել, ես երկրում չէ, ոնց կարող եմ ես այստեղ չլինեմ իմ գործընկերը կա։ Չէ, հիմա նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ամսի 5-6 հունիսի Տիկին Մատվիենկոն կժամանի եւ այդ ժամանման այդ փոխադարձ այցելության հրավերը ես իրեն տվել եմ իմ առաջի այցի ժամանակ, գալու վերաբերյալ մենք քննարկում ենք ունեցել Դուշանբեում, եթե չեմ սխալվում, նոյեմբերի սկզբին, եւ ես արդեն այս ընթացքում, եթե չեմ սխալվում, 3 հեռախոսազրույց եմ ունեցել, որոնցից դուք մեկի թե երկուսի մասին եք ունեցել։ Պաշտոնական այց է, թե աշխատանք։ Չէ, պաշտոնական այց է, որը որ մենք կփորձենք ինչ որ նաեւ մենք իրան հնարավորինս շատ կլցնենք, երկկողմ տարբեր հարցեր կան, որոնք որ մնացել են, փորձենք այդ հարցերը լուծել։ Մամարներ կան, որ իշխանություններին, այսպես տարբեր թևերին առաջարկ է ատել հրավանդվել է ռուսների հետ սկսել այսպես հարաբերություններ եւ այլն, այսպես էս Հայաստանում գեներացված էս հակառուսական։ Տեսեք, տեսեք, նման հրահանգ չի եղել, որևիցե նոր բան չկա, այսինքն որևիցե փոփոխություն տեղի չունեցել։ Հապկը մեր համար այն հապկնավորի գնահատականը մենք տվել ենք, որը թերևս կարելի ասել է հարաբերությունների ամենարուսական կողմի համար ամենացավոտն է, նույնն է մնացել։ Մեր ԱՊՀ-ի շրջանակում մեր հարաբերությունները նույնն են մնացել, մենք ԱՊՀ-ի շրջանակում աշխատել ենք եւ շարունակելու ենք աշխատել, դրա պատճառները հայտնի են եւ հիմնավորումները նույնպես հայտնի են։ Այցերը, պարոն Սիմոնյան, բարձր մակարդակի նախարար, բան որ չէին մասնակցում, վերականգնվել։ Ռուսաստանի հետ կապված նման բան չի եղել։ Մեր արտաքին գործերի նախարարը տարվա սկզբին Մոսկվայում էր այցելել։ Քննարկում է հապկում սառեցումը դադարեցնելու հաշվարկը։ Չէ, ինչ մասին է խոսքը։ Եվրոպայում այսպես բարձվեց, որ Եվրոպան անվտանգ։ Նախ եկեք սկսենք, եկեք ֆիքսենք, պատասխանենք, այո, ինչ է։ Եկեք ֆիքսենք, որ ոչ։ ԱՄՆ-ի դաշա։ Ոչ։ Չի կարող չփոխել։ Ամբողջական բան է փոխում մեր Ոչ, այդ դուք նոր իմացաք այդ ամեն ինչի մասին։ Մենք այն բանը, որ աշխարհը եւ անարդարա եւ մենք դա վաղուց գիտենք, մեր հարաբերությունները Թրամփի ադմինիստրացիայի հետ դրական է, մենք աշխատում ենք իրենց հետ եւ գործընկերական հարաբերություններ ունենք եւ շարունակելու ենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։